Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է։ Առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից, ընդ որում բոլոր նկատի ունեմ եւ գործող անցակետերը եւ չգործող, ինչպեսին օրինակ մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար։ Ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում